Այդ magic մեթոդներն են ուսումնասիրելու ու 4 OOP-ի այդ 4 պոստուլատներից ևս մեկը, որի կոչվում է պոլիմորֆիզմ, պոլի նշանակում է տարբեր, ճիշտ պոլի նշանակում է մի քանի, մորֆ նշանակում է բան, ձև, միաժամանակ մի քանի ձև լինեցող, մի քանի ձևի եղող, այսպես ասած, էլի, եթե զուտ բառացի թարգմանենք, բայց օրինակի վրա ավելի նորմալ կպատկերացնենք, ինչով դրան բայց անցնելը ինչ-որ հարցեր ունեք, դուք ժողովուրդ ցանկացած։ Այսօրվա մեր դասի միջազգ լինելու է համեմատաբար թեթև ու հավեսոտ երևի, որովհետև որ գրում ենք 3 գումարած 4 օրինակ աշխատացնում ենք, տեսնում ենք 7 տվեց, տեսնում ենք հավեսա։ Այսօրվա դասում անցնելու գրելու ենք այս պլյուսն ենք գրելու օրինակ, մինուսն ենք գրելու ինչա, լենն ենք գրելու ինչա, ինն ենք գրելու ինչա, մի խոսքով են ֆունդամենտալ բաները, որ այսքան ժամանակ օգտագործում ենք, հիմա սահմանելու ենք մեր բաների համար, մեր կլասների համար։ Այստեղ ես իմ դատան չկա, չգիտեմ ինչ է, մի վարքյան էկրանը կիսեմ, նորից կցեմ էլ, կներեք, չկա։ Աշխատելու ենք նույն բանի վրա, նույն այդ կինոների օրինակի վրա, գործնականի դասից։ Կլասը մի պստիկ փոփոխված է, այսա տեսնենք, ու մեկ էլ մի հատ ուրիշ կլաս է լինում։ Այստեղ մեր get actors մեթոդը բան անում, ուղղակի ստորակետով իրար միացնում է բոլոր դերասաններին ու բերում մի տողով, ու մեկ է ունենք get info մեթոդ, որը որ շատ ավելի աղքատիկ է մեր նախորդից, ընդհանրապես բան է, էլի։ Սա եթե գրենք data Shawshank Redemption, սրա վրա աշխատացնենք, տեսնենք, կամ եկը թող լինի կինո այսա, գրենք print անենք կմեկ get actors, ու print անենք կմեկ get it։ Տեսեք, ստորակետով առանձնացրած իրարից բերում է, ստեղ էլ բերում է որ թվին ու որ բան ռեժիսորից։ Իրականում ես որ print-ը գրեցինք օրինակ, print-ը ոնց է հասկանում ինքը ինչ պետք է տպի օրինակ, էլի։ Մենք որ գրում ենք print կնեք, այս էլ էլի հետարքիր հաս։ Ոնց հասկացա, որ այսա պետք է տպի։ Այս main kino object at 0x եւ այլն։ Այ դա էլ ենք հեսա փոխելու, որ ուզենք գրի, կամ եթե ուզենք այս string դարձնենք այս մեկը, ինչ է կլինելու։ Այս նույն բանն է եղավ, բայց ես ինչի սենց է։ Այդ հարցերով ենք այսօր զբաղվելու, էլի։ Կամ օրինակ երկու հատ կինո ունենք, ուզում ենք տեսնենք այդ երկուսը իրար հետ, որ նայենք ինչքան կտևի, ուզում ենք գումարենք իրար հետ երկու կինոները, արդյունքում դա ստանանք։ Այդ այս խնդիր մի հատ օրինակ։ Դա ոնց է կարելի անել։ Մի խոսքով ընդհանուր պատկերացեցիք երևի, չէ՞, ընտանիքը խնդիրների, որոնց վրա որ աշխատելու ենք։ Եթե ինչ-որ հարցեր կա, ասեք, բայց այս ամեն ինչը արվում է այս հրաշք սեր միտմուսվային ջնջեցին, երկարություն և այլն, այդ հրամանների պահելաձևը սահմանելու համար մենք օգտագործում ենք magic մեթոդներ։ Ինչն է կոչվում magic մեթոդ, այս երկու հատ underscore-ով, երկու հատ տակի գծիկով բաժանված մեթոդները կոչվում են magic մեթոդներ, ինչպես նաև անվանում են իրենց dunder մեթոդներ, ինչի dunder, under-ը այդ underscore բառից է գալիս, որովհետև տակի գծիկ է կողքի դրան, իսկ նրանց որ կրկնակի է double underscore մեթոդներ կամ magic մեթոդներ։ Հիմա հերթով մի քանիսը կնայենք, կսովորենք ու կօգտագործենք այս մեր կինոների համար։ Ստեղ այս մեծ ցուցակը դրել եմ, մենք իրենց մեծ մասը հեսա հատիկ ուղղակի կնայենք, բայց ստեղ ընդհանուր դրել եմ, էլի, մի մասը այսօր չենք ուսումնասիրելու, մեկ էս enter, next, enter, exit, սրանք կախված են մի քիչ ավելի դժվար թեմաների հետ, մի քիչ որ նա համատաբար հագին ավելի դժվար, բայց մնացածի մեծ մասը կնայենք։
Ու եկեք նախ սկսենք նրանից, թե ոնց է ինքը հասկանում, թե ինչ print անի։ Այս main get-kino object, այսինքն որ գրում է, սա ոնց է անում։ Մենակ որ գրենք print 2.3, ինչ է կատարում, տպեց 2.3, այսինքն գրենք print movie, տպեց այսինքն մի բան։ Հավայի movie չէ, հավայի ստորը չեմ աշխատում։ Forest Gump։ Տպեց այսինքն մի հատ բան։ Ինքը իրականում ինչ է տպում, ինքը տպում է n, ինչ ստացվում է, երբ որ այս class-ը դարձնում ենք string։ Այսինքն եթե գրենք այդտեղ անհավասար է str-v ու տպենք an, ինքը լինելու է այս նույն տեքստը։ Այստեղ էս որ տպում է այս class-ի բանը, ինքը string-ա դարձնում այս class-ին ու տպում է արդյունքը։ Բայց այստեղ ոնց է ինքը հասկանում ոնց string դարձնի։ Մենք գրել ենք ինչ նշանակում class string դարձնել։ Այս մեր class-ն է, չէ՞։ Մենք պետք է սահմանենք թե ինքը ինչ է։ Իրականում նույն կերպ ոնց օրինակ էս init-ը ինքը ավտոմատ աշխատում է, երբ որ փորձում ենք class-ը ինիցիալիզացիա անենք, կան նաև էլի մեթոդներ, որոնք որ ավտոմատ սահմանված են ինչ-որ կերպով, ու մենք կարանք իրենց վերագրենք ու նոր ձև սարքենք։ Դրանցից մեկը դա այս հետևյալ մեթոդն է։ Տակի գծիկ str տակի գծիկ string բառից։ Ստեղ սահմանված է թե ինչպես դարձնել մեթոդին string։ Հիմա եթե այսպես գրեմ, նայեք, եթե սրա փոխարեն գրեմ print movie get str, այսինքն string մեթոդը կանչեմ։ Տեսեք այս նույն բանն է տպում։ Որտեղ ինքը տակից աշխատացնում է str մեթոդը։ Str magic մեթոդը ընդ որում։ Հիմա եթե ուզենանք ուրիշ բան աշխատացնենք, օրինակ ինքը երբ որ print անենք իրան, ինքը գրի բան, անունը գրի որ դերասանի կողմից է ու երբ է հրատարակվել, այսինքն եթե բանանենք, պետք է ստեղ գանք ու գրենք def str self ու գրենք ինչ որ մի հատ վերադարձի ֆունկցիա, օրինակ սա վերադարձրու։ Հիմա նայեք, եթե գրեմ print movie, ինքը տպեց հենց այսա։ Եթե գրեմ ստեղ անհավասար string movie print, էլի նույն պատմությունը։ Այսինքն մենք հիմա վերագրեցինք, թե ինչ է նշանակում տպել ինչ-որ բան, տպել մեր class-ը կամ մեր class-ը string դարձնել։ Մենք ինքներս սահմանացինք դա։ Okay, սա ժողովուրդ։ Այն որ ինքը վերադարձնում է այդ class-ի բան, այդ փոփոխակային տեսակը, հետո վերադարձնում է a to բան, հիշողության հասցեն, դա ուղղակի ըստ լռելային գրածն է։ Այսինքն ստեղ թաքուն գրած է լինում այս def str վերադարձրու class-ի տեսակը ու class-ի դիրքը, իսկ մենք իրան վերագրում ենք անում, էլի, հիմա ու նոր պահվածք ենք սահմանում բանի համար, այդ class-ի համար։ Նորմալ է սա ժողովուրդ։ Այս մեթոդը մենակ class-ի մեջ է աշխատում։ Հա, այս ընդհանուր ոնց որ եթե ինչ որտեղ մեթոդ ասենք, այդ միանգամից նշանա, որ հենց կոնկրետ class-երի մասին ենք խոսում, այս հա, հենց class-ների համար սահմանվող բան է, էլի։ Կարանք sense մտածենք, էլի, ինքը եթե ինչ որ ֆունկցիայի նման բան է, ֆունկցիայից բարձր ինչ կա, ֆունկցիայից բարձր կա class-ը, ուրեմն պետք է class-ի համար լինի, էլի։ Կարամ տենց հիշելու ձև առաջարկեմ։ Եթե ինչ որ հարցեր կա, ասեք ու ժողովուրդ մնացածն էլ։ Այս միտքն է, էլի պետք բռնցնել։ Հիմա լիքը ուրիշ օրինակներ, ուրիշ magic մեթոդների համար անելու ենք, բայց գաղափարը էսա, էլի։ Այս մեխը եթե հասկացաք, մնացածը բավականին հեշտ ու արագ կգնա առաջ, էլի։ Դրա համար ստեղ մի քիչ դանդաղենք, նայեք տեսեք ամեն ինչ սրտով է թե չէ, նոր գնանք առաջ։ Ես մի 15 վայրկյան կսպասեմ։ Լավ, սա class-ի ոնց որ ներկայացնելու ձև էր, ինչ բաներ, ոնց որ թե բանից զգացի, որ zoom-ը sense Teams-ը միած sense պայտակ
կողքից կապույտ եզրագից է բերում, ինչ որ մեկ եթե ինչ որ բաներ ասում, ասեք, կարող է սխալ եմ նկատել նաև։ Ես ուզում եի հարցնել, հիմա իրա ինչն է Magic օրինակ մեթոդ իրան դարձնում, եթե մենք ես կարանք մեր ձևով իրան հայտարարենք ու օգտագործենք։ Իսկն ես նույն ձևով իրան կարայի սարքեի, չէ՞։ Ինչն է իր Magic դարձնում։ Հենց այս STR ու այս սրանը, հա, այս հենց այս անունը։ Հա, եթե անունը այսպես դնենք, print գրենք, ինքը նույն ձևը աշխատելու էլի։ Այսինքն հենց կոնկրետ այդ անունը STR այսա հենց կոնկրետ այս գրված մեթոդը ունի այդ հատկությունը, որ ինքը print-ի հետ է աշխատում կամ ինքը STR-ի հրամանի հետ է աշխատում։ Այսինքն այստեղ շատ կարևոր է էլի հենց անվանումը։ Այսա սովորական մեթոդ է, կարան գրենք, սահմանենք ինչ լինի ու իրան կանչենք։ Գրենք movie.get, այսինքն STR ու մի հատիկ տակի գծիկ օրինակ, կամ STR-ի փոխարեն STR inc, սենց ինչ-որ մի հատ անուն գրենք, կարանք սովորական կանչենք, աշխատացնենք, բայց ոչ մի մոգական բան չկա իր մեջ, էլի, սենց ասած, մոգական բանը կա այս սրա մեջ, որտեղ ինքը օժտված է այն հատկությամբ, որ ինքը string-ի ու print-ի հետ է աշխատում, էլի։ Այդ Magic-ը կարող է մի քիչ շատ ամպագորգոր անվանում է, բայց իր կոնցեպտը այն է, որ ինքը այն Python-ի ֆունդամենտալ բաների հետ print, գումարում, հանում, բաժանում, բազմապատկում, երկարություն, in, ոնց որ match-ը լինել թե չէ։ Այդ այնց մեթոդների տակի աշխատելու ձևն է սահմանում, էլի։ Կարող ասենք Magic մեթոդի փոխարեն լավ կլներ անվանել իրան ֆունդամենտալ մեթոդ, չգիտեմ, բայց գաղափարը դա է, էլի։ Okay։ Okay, merci։ Բայց սրանք այտենց շատ օգտագործվող բաներ են։ Նայ, շատ սպეციფიկ է, թե ինչ խնդիրների վրա է աշխատում։ Գուցե ասենք նենց կոդեր գրես, որ սկի մի անգամ կլաս չսարքես, մենակ ֆունկցիաներով վիոլա գնաս ու Ձեր ձայնը գնաց։ Այդ ձայնը կորավ ընկեր Հայկ։ Պարզայս էլ այ հա լրիվ ամեն ինչ կորել էր մոտս չգիտեմ ինչի բայց լսում եք չէ մինչև որ ասացի բայց եթե գայս ես կլաս սարքելու մինչև այդտեղ լսվել է չէ Այն բանն է ասում որ եթե կարող եմ մի հատ կոդ գրես որ կլասներ չօգտագործես հա կարող է կոդեր գրես որ ինքը լրիվ ֆունկցիոնալ կոդ լինի իսկ ուղղակի ֆունկցիաներ կանչես ու կլասել չկա ու կարող է գործի բնույթը տենց լինի, որ մեծամասամբ առանց կլասների հանգիստ երջանիկ ապրես, բայց եթե գալիս ես կլաս Կորավ ձեր ձայնը։ Հա, էլի կորա։ Ժողովուրդ։ Հա, լսում ենք։ Ասում։ Հա։ Հետը մեկ է տան Wi-Fi-ին, եթե էկրանը երևում է, ուրեմն շատ լավ է, սրանով է կմնամ, եթե էլ ինչ-որ բան կախի, միանգամից ասեք, հետ կգամ հեռախոսին։ Բայց լավ, մի խոսքով։ Ժամանակի հետ կոդերը, որ մեծանում են, տենց ֆունկցիաներն էլ են սկսում խմբավորվել ու ուզում ես ոնց որ մի տեսակի տարբեր ֆունկցիաներ օգտագործել նույն նպատակով էլի, մոտավոր նույն նպատակով էլի, ուտեղ կլասների ես գալիս, ու երբ որ կլասի ես եկել, այս STR-ն գրելը օրինակ շատ հաճելի է, որովհետև ահագին ավելի հեշտացնում է քո եթե ինչ-որ բան սխալ ես արել, սխալը գտնելը։ Օրինակ այսա ոչ մի բան չի ասում համարյա, էլի այսպես նամակը, բայց եթե այստեղ նորմալ նկարագրող նամակ գրես, կարաս print-ով միանգամից հասկանաս էլի, այդ որ մի ատրիբուտներով մեթոդներ, կլասներ, որ բերեց այսպես խնդրի։ Այդ այնց բաների կարիք լինում է։ Օրինակի համար
Կարող ուզենաս ցիկլ պատտվես քո կլասի օբյեկտի վրա, հիշում ես նախորդ դասին գործնականին, որ ցիկլ էինք ուզում պատտվենք, որ ցիկլը սովորական ֆռում էինք ու բան, մեջը կանչում էինք կինո կետ ինչ-որ բան։ Օրինակ այդտեղ շատ հաճելի կլիներ, որ հենց միանգամից այդ կինո կլասի վրա ցիկլ պատտվենք։ Այսինքն այդ կինոները, որ ունեինք, հենց իրանց հետ աշխատեինք, ոչ թե ինդեքսով կամ ինչ-որ ուրիշ բանով իրանց ատրիբուտի հետ աշխատեինք։ Այդտենց բաներ ցիկլ պատտվել այդքան շատ չէ, բայց ստր ու մի հատ ուրիշ ռեպեր հեսականցնենք, այդ անձամբ ես հաճախ գրել եմ, էլ ինչեր է հաճախ օգտագործվում։ Այդ երկուսն են բավականին հաճախ օգտագործվում ու մի խոսքով չեմ կարա պնդում անեմ, որ այդպես լավ շատ են օգտագործվում, բայց հաստատ իրենց իմանալու արժի էլի, որտեվ կարա, իսկականից կարա պրոբլեմ լինի, որտեղ որ այդ պլյուսի, մինուսի կամ ինչ-որ տես մի հատ բանի պահելաձևը գրելը ահագին կոդ խնայի ու ավելի էլեգանտ դարձնի ամեն ինչ, էլի։ Նորմալ էր, համոզեցի պատասխանով, ինձ մոտ կեսից սկսեցի չհամոզել։ Չէ, նորմալ է։ Ուղղակի ոնց որ սկզբում սենց էի մտածում, էլի, որ ասեցիք տակից հասկանում ենք ոնց է պլյուսը աշխատում կամ լենը, մտածում էի ինչի է պետք մեզ հասկանալ ոնց է լենը աշխատում, եթե մենք գիտենք լենը ինչի համար է, այդքանը մեզ հերիք է, էլի, ոնց որ մեր ինչին է պետք իմանանք ոնց է աշխատում կամ ոնց որ տենց էլի։ Հա, հասկացա ինչ ես ասում։ Իրականում մի քիչ ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե հասկանալու ենք ոնց է լենը տակից աշխատում, այլ հասկանալու ենք ոնց կարանք մեր նպատակով լենը աշխատացնենք մեր վրա։ Այսինքն ոչ թե հենց լենի տակի կոդը կպատկերացնենք, այլ ուղղակի ոնց որ օրինակ հիմա սա կինո ունենք։ Կինոյի երկարությունը ինչ է նշանակում։ Այդ հարցը օրինակ հարմար կլինի, չէ՞, գրենք, եթե կինոյի ինչ Թե երևի բան է, էլի, այդ կինոյի այդ ժամանակը ինչքան է տևում։ Համամիտ եմ, հա, ամենահարմար ձևն է։ Ու եթե ուզենանք կինոյի երկարությունը օրինակ կինո կլասը ունենք, ուզում ենք հասկանանք, կհասցնենք մի հատ կինո նայենք, թե չէ, ուզում ենք նայենք կինոյի երկարությունը 1.5 ժամից երկար է, թե չէ։ Հիմա պետքա գրենք կինո get length կամ get ինչ-որ մի հատ բան, տենց մի հատ մեթոդ սահմանենք մեր համար կամ ատրիբուտից օգտվենք, կամ էլ կարանք այն ամենաինտուիտիվ ձևով ոնց կգրենք կինոյի երկարությունը, len կինո։ Այդ տենց գրենք ու ինքը տենց աշխատի։ Այդ հավեսա չէ, ու բավականին հարմար է։ Հա։ Այդ տենց բաներով ենք էլի զբաղվելու ստեղ։ Այդ որ ասցի հասկանանք տակից ոնց է աշխատում, այդ մի քիչ սխալ եմ ասել, էլի, եթե պնդումը տենց եմ ձևակերպել, կներեք, այդքան է կոռեկտ պնդում չի, էլի։ Զուտ հասկանալու ենք ոնց իրան օգտագործենք մեր համար։ Այդքան էլ կոռեկտը որն է, կոռեկտ պնդում չի ուղղակի, էլի, սխալ եմ ասել։ Էլի ինչ որ հարցեր կա ստեղ ժողովուրդ։ Եկեք մի հատ լավ մարսենք այս կտորը, սրանից հետո լավ հեշտ գնալու է, էլի մնացածը։ Դերավ։ Այս string-ով մենք sense text ստացանք, Forrest Gump buy ինչ-որ բան եւ այլն, որ մեզ օգտակար է, տենց մարդկային տեքստ է, էլի, կարդում ես, լավ զգում ես, բայց այ շատ տենց հենց ծրագրավորողների համար տեքստ է, sense ասած, հարմար է այս մեթոդը, wrapper մեթոդը, wrapper նշանակում է represent, ու սա որ աշխատացնենք, տեսեք ինչ է տպում, տպում է էլի այս պատմությունը, main, կինո եւ այլն, Այս wrapper-ը ինքը էլի կլասը ներկայացնելու ձև է, նույն ձև ոնց է string-ներ կլասը ներկայացնելու ձև, էլի։ Ուղղակի այս մի ձևը ինքը ավելի շատ նախատեսված է հենց ծրագրավորողների համար։ Այսինքն, եթե այս մեկը sense push text է տպում, այդ մեկը տեխնիկական բան է տպում, որ մաքսիմալ կօգնի մարդուն, ով այդ կլասի հետ աշխատում է, իսկ ինչը ամենաշատը կօգնի այդ մարդուն, եթե հենց բուն կոդի մեջ խրված չի կամ կոդը շատ է, ինքը որ տպի կլասը, տեսնի այդ կլասը ոնց է առաջացել, այսինքն տեսնի ինչ մուտքերով է առաջացել այդ կլասը։
այդա ամենաօգտակար նամակը կլինի իրեն հավանաբար, ու որպեսզի սահմանենք իր համար այդ օգտակար նամակը, այս rapper-ը գրում ենք ստեղ dev էլի երկու հատ բան, երկու հատ տակի գծիկի արանքում rapper, ու էլի գրում ենք այդ մեր վերադարձի ֆունկցիան։ Ստեղ օրինակ գրում ենք, որպեսզի ստեղծած բանը run կինոն պետք է աշխատացնես, ստեղ սխալ եմ դրել այս string-ը, ոնց որ թե այսպես։ String cannot մի վարքան։ Մի վարքան, ինչ եմ արել։ Հա, string-ի մեջ չեն կարա կրկնակի բան։ Հա։ Լավ չեն կարան ասենց շատ սիրուն ներկայացնենք իրան մի անգամից, բայց կարանք սենց մի հատ օգնող նամակ իրան գրենք, որ մի վարքան դզան փչեմ, որպես ավիրեցի։ Օրինակ գրենք ասենք, որպեսի ստեղծես այս կլասը, աշխատացրու կինո ու սենց գրի data ու դիր կլասի անունը։ Հիմա սա որ գրենք print movie, այս print-ը ինքնս լրել են գնալու է այս str-ի վրա։ Rapper-ն էլ եթե աշխատացնենք, ինքը մեզ կբերի այսա։ Այս մի հատ ուրիշ տեքստ է, որը էլի օգնող դեր կարա տանի, էլի։ Որպեսզի սա ստեղծենք, պետք է գրենք կինո data Forrest Gump, հիմա ոնց որ կարամ այս կինոյի հետ եթե գործ եմ անում, մի բան այնչի գնում, ուզում եմ տեսնեմ ոնց է ինք ստեղծվել, կարամ գրեմ rapper movie ու ինձ օգնող նամակ կլինի դա, էլի։ Այս մի քիչ ավելի տեխնիկական բան է, էլի։ Գուցե հաճախ օգտակար չլինի կամ եթե օգտակար լինի թիմերով աշխատելու ու մեծ կոդերի հետ աշխատելու դեպքում օգտակար լինի, բայց ամեն դեպքում ոնց որ իմացեք որ սենց բան կա, էլի։ Մեկ էլ մի հատ էլ սենց նշում string-ի ու rapper-ի հետ կապված։ Եթե սահմանված չլինի թե ինչ է str մեթոդը, այս print-ը կգնա ու կփորձի այս rapper-ը կանչի։ Եթե rapper-ը կա։ Եթե սահմանված լինի str-ն, ինքը print-ը կկանչի str-ն։ Այստեղից ինչ որ հարց կա, ժողովուրդ։ Լավ, հիմա համեմատության գործողությունները, հավասար չի, ոնց հասկանանք երկու կինո նույնն է, թե չէ։ Սենց մի հատ բան օրինակ ունենք, այս մեր կլասն է, այս Forrest Gump-ը լավ չեմ արել, որ սենց մխել եմ, լավ կլիներ սենց գրեի, բայց լավ չշեղվենք։ Չէ լավ ժողովուրդ եկեք ավելացնեմ էլի, իզուր եմ, գրենք ստեղ էլի այդ self-get name-ով։ Լինի, կներեք, սա չեմ նկատել, որ սենց է։ Օրինակ կինոն ունենք մի հատ Forrest Gump-ը, մի հատ կինո ունենք Shawshank Redemption-ը, եթե գրենք ուղղակի movie 1-ը հավասար է movie 2, ինքը վերադասնելու է մեզ false։ Եթե գրենք հավասար չի, վերադասնելու է true ուղղակի, որովհետև հավասար է ինքը բան էր, false էր, բայց ինչ պրինցիպով է հասկանում false են թե չէ։ Ոնց է համեմատում էլի, ընդհանրապես ինչ է նշանակում երկու կինո իրար հետ համեմատել։ Այդ հարցերին էլ կարանք սահմանենք մի հատ ուրիշ մեթոդ, magic մեթոդ, որը կպատասխանի։ Օրինակ կինոների դեպքում ոնց որ նույն կինոնա թե չէ, ես առաջարկում եմ օրինակ սահմանենք որպես եթե երկուսն էլ նույն մարդն է գրել, ասենք որ այդ կինոները իրար հավասար են, ուղղակի որպես օրինակ էլի։ Ու դա փորձենք գրել, այսինքն պետքա սահմանենք կինոների նույնը լինելը, Էդ էլ արվում է այս մեթոդի միջոցով, այս EQ-ի միջոցով, EQ-ն դա equal-ի կարճն է, ու ստեղ միացած նրբություն, հիմա որ խոսում ենք հավասար լինելուց, պետք է երկու բան գոնե լինի, չէ, որ իրար հետ համեմատենք։ Դրա համար սա self-ից բացի, այսինքն ինքն իրանից բացի, պետք է նաև ընդունի մի հատ ուրիշ մուտք, ուրիշ արգումենտ, որը էլի լինելու է կինոյի տեսակի կլաս, չէ։
ցանկալի է։ Իրան ընդունված է գրել other փոփոխականի անունը, բայց կարող է ինչ ուզի լինի, էլի։ Ուղղակի other-ը հարմար ձև է, ոնց որ հենց ինքը ու մյուսը։ Ասում ենք, եթե իրա դիրեկտորը հավասար է մյուսի դիրեկտորին, ոնց որ վերադարձրու հավասար է թե հավասար չի, էլի։ Ու սա եթե աշխատացնենք օրինակ այս Կրոսնեացած 2 ու Բաղբևի Շաուշենկոյի համար ու գրենք movie 1-ը հավասար է movie 2-ը թե չէ, սա աշխատացնենք, սա կտա true, որտեղ նույն ռեժիսորը ունեն։ Եթե գրենք movie 1 հավասար է movie 3, կվերադառնի false։ Այս նորմալ է ժողովուրդ։ Սիրեկանակորով։ Դե լավ, եթե հարց լինի ստեղից ասեք։ Ու եթե գրենք movie 2-ը հավասար չի movie 3, ինչը իսկական ստենց է, ինքը true կվերադառնի, ինչի, որովհետև ինքը կանչում է այս equal-ը ու ժխտում է, ոնց որ հավասարի հակառակն անում վերադառնում է չհավասարի համար։ Բայց նաև մենք կարող ենք սահմանենք մի հատ էլ առանձին ոչ հավասար լինելը ինչա նշանակում, եթե ինչ-որ շատ սպეციფიկ խնդրի դեպքում կարիքը ունենք դրա, էլի։ Այստեղ այդ not equal-ն է գրում ենք NE not equal, էլի։ Այս դեպքում ինք ուղղակի կվերադառնի այս equal-ի հակառակը, այսինքն այն ինչ հենց սենց կաներ, բայց մենք ունենք այն ճկունությունը, որ եթե ուզենք իրան ուրիշ ձև սահմանենք, էլի։ Python-ը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Նույն կերպ էս ոնց որ հավասար չհավասարներ, նույն ձև կարանք փոքր, մեծ, փոքր հավասար, մեծ հավասարի համար սահմանենք։ Եկեք օրինակ փոքրն էլ ձևակերպենք որպես եթե մեկի ռեյտինգը մյուսից մեծ է, ասենք այդ կինոն է դրանից մեծ է, էլի։ Այդ պրինցիպով օրինակ կարանք մի քանի կինո նայենք, համատելով գնանք ամենաբարձր ռեյտինգով գտնենք օրինակ, էլի։ Այսինքն այս դեպքում էլ սահմանելու ենք սենց, ասելու ենք lt փոքրի հավասար, էլի։ Lt-ը նշանակում է less than self ու other ու թող return անի self get rating փոքր other get rating։ Ու ստեղ մի հատ ոնց որ այս գրելաձևի հետ կապված նշում, այսինքն որ գրում ենք ստեղ movie 1 հավասար է movie 2, սա նույնն է ինչ, այսինքն կանչարվի, էլի, գրվի movie 1 get EQ ու մուտքում տրվի movie 2։ Այս է ոնց որ արվի տակից, էլի, այսինքն մի հատը գալիս է self-ին, մյուսը գալիս է other-ին, սենց ասած։ Այսա որ գրենք, այս movie 1-ը self-ն է չէ լինելու, այս էլ movie 2-ը other-ն է լինելու, այդ տենց է էլի աշխատում, սա էլ էս նշումը լավ կլներ շուտ անեի։ Ու ստեղ որ գրենք movie 1-ը փոքր է, movie 2-ը կբերի false, փաստորեն երկրորդ կինոն առաջինից լավն է եղել։ Եթե գրենք հավասար չի, կասի մի վարքյան, հավասար չի գործողությունը կինո ու կինո օբյեկտների միջև սահմանված չի։ Մի հատ ստեղ լռեմ, տեսնեմ ինչ հարցեր ունեք ժողովուրդ։ Դե լավ, մի քիչ ավելի արագ խոսամ, հա, երևի, եթե օքեյ նորմալ նստել է, արագ անցնեմ օրինակների վրայով, թե նույն տեմպով գնամ։ Երկու հոգով եք ժողովուրդ, կարաք ամեն մեկը ուղղակի ձեր կարծիքը ասեք, էլի, ոնց է։ Կարող եք ասել, եթե հարցեր լինի ընթացքում կտամ։ Դե լավ։ Իսկ փոքր կամ հավասարն էլ սահմանելու համար լ են գրում less or equal այնք էլի նշանակում ու սենց որ լ-ն էլ սահմանենք այս movie 1 փոքր հավասար է movie 2-ը այս փոքր հավասարը նույնպես կաշխատի ու այս greater than ու greater than or equal-ն էլ լրիվ նույն ձև ուղղակի արդեն g-ը, g-ը ու g-ով էլի
այն վերևում ընդհանուր ցանկը գրել եմ բաների, magic մեթոդների, կարող եք դրա մեջից նայեք։ Մենք գնանք տես թվաբանական գործողություններին, օրինակ գումարում։ Ասենք movie 1 գումարած movie 2 չի կարողանալու գումարի, որտեվ այս սրա տակից ինչ է աշխատում է այս movie 1 get add movie 2-ը, ու այս կինոն ասում է, որ այս գծիկ add մեթոդը չկա, կարանք սահմանենք, ասենք գծիկ add տակի self get other, թող print անի, ասի գումարում եմ self get name-ը ու other get name-ը, ու իրանց օրինակ երկարությունները գումարի իրար, տևողությունները ավելի ճիշտ։ Սա որ աշխատացնենք, ասում եմ գումարում եմ սա ու սա, ստացավ 377։ Նույն ձև օրինակ կա true div ու floor div-ը, floor div-ը դա բանն է, այս ամբողջաթիվ բաժանումը, որտեղ ոնց որ ինքը բաժանում է ու floor-ը հատակն է վերցնում այն ներքևի մասը, այսինքն ամբողջ մասը, true div-ն էլ բաժանում է ուղղակի, թող օրինակ այս true div-ը մի ռեյտինգը բաժանի մյուսին, floor div-ը թող պրոստը տեքստ վերադարձնի, ասի որ երկու կինոն էլ լավն են, եթե աշխատացնենք movie 3 բաժանած movie 1, տպում է այս է, եթե գրենք movie 3 բաժանած movie 1, տպում է երկուսն էլ լավն են։ Այս էլ sense երկարության համար սահմանում ենք գծիկ len-ը, թող գծիկ len-ը բանանի, ասխա եմ sense կոդ գրել, հա երևի ընդհանուր ժամերի քանակն է վերադարձնում, սպատ չֆիքսեցի, բայց կարևոր չէ էլի իրական ոնց ենք սահմանում էլի, թող օրինակ duration-ը sense վերցնի, ու վերադարձնի duration բաժանած 60, թե քանի ժամ է տևելու։ Հիմա len move-ին որ աշխատացնենք, միական float object cannot, հա վայ ներողություն, հասկացա խի էի sense գրել, այս երկարությունը ինքը միշտ ամբողջ թիվ է մեզ տալիս, էլի, այսինքն 3.5 էլեմենտ չի կարա լինի, էլի իրա մեջ sense ասած, երկարությունը պետք է ամբողջ թիվ տա, համար կարանք գրենք ստեղ sense բաժանած 60, ամբողջ թվով էլի, որ 2 ժամ առնվազն պետք է, կամ գրենք +1, որ իմանանք քանի ժամում հաստատ կնայենք, էլի եմ ասում, էլի կարևոր չի հենց ինչ են գրում, կարևորը զոտ կիրառությունը տեսնելն է, էլի, այս len-ի նրբությունը սա է, էլի, որ պետքա բան լինի, integer լինի, return-ը։ Դե լավ, այս բլոկից ինչ որ հարցեր կան։ Ես չունեմ։ Դե լավ, որ ոնց որ էլ դες չեմ ստիպի, որ անմյուտ լինեք, բանանեք, կներեք, պրոստը ստոպ կտամ, մի քիչ կսպասեմ, եթե անմյուտ լինեք, ինչ որ բան հարցնեք, կնայենք, եթե չէ, ուրեմն հարց չունեք, էլի։ Երևի հավես չի, որ սենց, լավ մի խոսքով։ Այս մի կտորն էլ արդեն ինդեքսների հետ աշխատելու հետ կապված, ոնց է, որ կարանք օրինակ գրենք, այս մեր ինչ որ list ունենք, գրենք list 1, ու գրենք օրինակ list 1-ը հավասարա 4, բայց օրինակ tuple-ի դեպքում, ինչ որ tuple եթե ունենանք, չեն կարող գրենք tuple 1-ը հավասարա ինչ որ բան։ Հիմա հասկանանք այս list-ը այդ ինչ մեթոդ ունի, որ tuple-ը չունի սահմանված, որ իրան չի թողում, որ վերագրում անենք։ Կամ այդ ինչ մեթոդ երկուսն էլ ունեն սահմանված, որ կարանք իրանց առաջի էլեմենտը վերցնենք։ Կամ ոնց կարանք բռնենք ու ջնջենք մի հատ ինչ որ էլեմենտ։ Այդտենց հարցերի պատասխանները նայենք։ Այդ դրանք էլ հետևյալ 3 magic մեթոդով են արվում, get item, set item ու del item։ Ստանալ, վերագրել, ջնջել։ Սրա համար եկեք մի հատ ուրիշ օրինակի գանք։ Այս մեր թող մի հատ ժանր կլաս լինի, նախորդ դասին բան կլաս ենք գրել, դերասան կլաս ենք գրել, հիմա ժանր կլասա, միանգամից արագ բացատրեմ ինչ է անում, ընդունում է name ու description ու կինոները, որ default-ով նան է, եթե կինոները չկա, իրանց վերագրում է դատարկ ցուցակ, եթե կա, վերագրում է հենց այդ ստացած կինոները, ու ունի number of films մեթոդ ու ունի get average rating մեթոդ։
Այս մի կոդով ես ուղղակի բան եմ անում։ Ցիկլ եմ պատտվում ու հերթով ավելացում եմ անում այս մեր կինոյին, էլի ժանրները։ Այս ժանրը նրբություն ուներ, որ ինքը ստորակետով բաժանած կարող գրած լիներ։ Այդ բայց մեզ կարևոր չէ, էլի, այս կտորը եթե կուզեք կարող ուսումնասիրեք հետո, բայց էական չի, էլի, դասի նպատակով։ Օրինակ սարքենք դրամա ժանր, անունը թող լինի դրամա, նկարագիր ինչ որ ու կինոները թող լինի այս movies by genre dictionary-ի մեջից դրամայի կտորը։ Հիմա եթե գրենք drama get average rating, կտա ասենց մի հատ ինչ-որ average rating, գրենք drama get հենց կինոներ ուղակի, տեսնենք ինչ տեսք ունի։ Կտա մեզ հենց կինոներից ցուցակ, էլի։ Հիմա մենք ուզում ենք այս կինոների ցուցակի հետ հենց աշխատենք։ Օրինակ ուզում ենք ստանանք այս կինոների ցուցակի առաջի էլեմենտը։ Եթե այսպես գրենք, մեզ այսպես ինքը ինչ-որ մի բան կտա, այսինքն հենց եթե գրենք դրամա կետ կինոներ 0, կինոները ցուցակա, ցուցակին տվեց, բայց եթե գրենք դրամա 0, կասի մի վարքյան։ Ժանր տեսակի օբյեկտը չկարա բան, ինդեքսավորվող չի, subscriptable չի։ Այս նույն խնդիրն է, ինչը ստանում ենք, երբ որ tuple ենք գրում ինչ-որ բան։ Tuple եթե հավասար լիներ։ Հաչե ներողություն, tuple չէ, tuple ուներ խառնեցի, դրամա 1-ը հավասար է ինչ-որ բանը պետք է լիներ։ Set-ներ որ 1, 2, 3 գրենք 0, սա print անենք։ Շփոթեցի։ Այս մեր set-ի նույն խնդիրն է, էլի, որ ինքը subscriptable չի։ Ինչ ավելացնենք, որ subscriptable դառնա, ավելացնում ենք հետևյալ մեթոդը get item։ Այս get item-ը ստացի ինչ-որ index։ Նաև պետք է մուտքում ընդունի index, չէ, որ գրում ենք կինոներ 1, կինոներ 2։ Ու ինքը մեզ վերադարձնում է ոնց որ ըստ այս գրած կոդի self-get կինոներ index-ը։ Եթե ուզենանք վերագրում անենք, հիմա այստեղ երկու գործողություն է, չէ, ասենք list 1-ը հավասար է 4։ Այստեղ մենք համ index պետք է վերցնենք, համ արժեք պետք է վերցնենք։ Դրա համար set item-ը վերցնում է self-ը, index-ը ու արժեքը։ Ու թող ինքը օրինակ այս self-get կինոների index դիրքում դնի value արժեքը։ Ու մեկ է del item-ը, ինքը պետք է էլի index վերցնի, ասում ենք del list 1 օրինակ։ Դրա համար այս del item-ը էլի ընդունում է self ու ընդունում է index։ Ու վերադասնում է այստեղ ու բան, կանչում է delete self-get կինոներ index։ Հիմա սա եթե փորձարկենք, տպենք այս դրամա 0-ն, տպեց main կինո բան եւ այլն, այս առաջի կինոյի մեջի print-ը տպեց։ Հիմա եթե առաջի դրաման դարձնենք կինո բան, կարգինահորթումը, ասենց գրենք, դարձրեց։ Հիմա եթե կանչենք այս դրամա 0-ն, դարավ կարգին հաղորդում ինքը ուղղակի։ Այս դրամա կինոները եթե աշխատացնենք, սրա մեջ արդեն կտեսնենք, որ բարձացի օյս ինչքան շատ կինո կար։ Կտեսնենք, որ այս մեր առաջի գրածը կարգին հաղորդում է գրած ուղղակի, էլի սովորական։ Ու եթե ջնջենք օրինակ այս դրամա կինոները ու տպենք նորից, սկզբիներ կտեսնենք կարգին հաղորդումը կորավ։ Մի խոսքով, այս ոնց որ արագ դեմո է, էլի։ Կարևորը հիշենք այս 3 անունը, այլից չհիշենք էլ, էլի, Google-ը հենց կարիք լինի։ Կարևորը հիշենք էությունը ու հիշենք, որ ունենք այդ ճկունությունը ու ըստ տրամաբանության նաև թե ուրիշ ինչ արգումենտներ են։ Ջնջելու արժեք ստանալը մենակ index, իսկ արժեք վերագրելը նաև պետք է ընդունի արժեք, էլի։ Всё, այստեղ մի քիչ լռում եմ։ Դե լավ։ Մեկ էլ եկեք ծածկենք պատկանելության պահը, այսինքն օրինակ կարգին հաղորդումը այս դրամայի, այս ժանրի մեջ կա կարգին հաղորդում, այտենց մի հատ հարց։ Այդ էլ կնայենք ինչ-որ բանով, in-ով, չէ։ Ասելու ենք օրինակ կարգին հաղորդում in մի հատ ինչ-որ ցուցակ։ Դա արվում է contains magic մեթոդի միջոցով ու դե ըստ ավանդույթի ուղղակի magic մեթոդով գրում ենք հետևյալը։
տակի գծիկ contain, տակի գծիկներով contains ու պետք է ինքը էլի other ընդունի ու ինքը ինչ է անում, այս մեկը թող օրինակ contains-ի principle բան անի, դերասաններով նայի, որ եթե ինչ որ մի հատ դերասան մյուսի մեջ կա, ասենք որ դա կինոն մեկը մյուսի մեջ կա, այտենց մի հատ ինչ որ պատմություն օրինակ, եկեք իրան կարճ այսպես գրենք, ես իզուր եմ սենց դժվարացրել։ Օրինակ եթե առաջի դերասանը մյուս կինոյում խաղում է, ասենք որ առաջի կինոն մյուսի մեջ ներառված է։ Այնտես մի քիչ արհեստականոտ բան։ Աշխատացրեցինք movie 1, movie 2-ով ճիշտ աշխատեց։ Movie 1, movie 3 եթե անենք, սխալ կաշխատի։ Փաստորեն ոչ մի հիմնական դերասան չեն կիսում այս կինոները։ Սրա նրբությունն էլ է նա, որ ինքը պետքա վերադարձնի մեզ true կամ false։ Եթե ստեղ վերադարձնենք օրինակ return 4, ինքը այս 4-ը վերածելու է true կամ false-ի նոր վերադարձնի, էլի, այսինքն bool է մեզ սարքելու, այդ պետքա մտքում պայենք, էլի, որ սա մեզ միշտ տալիս է boolean։ Այսպես type annotation եթե գրենք, այսպես մի հատ բան կլիներ, կհուշեր մեզ։ Այս էլ contains-ը ժողովուրդ, ինչ որ հարցեր կան ստեղից, այս ընդհանուր է սաղ թեմայից, էլի, այս magic մեթոդների թեմայից։ Դե օքեյ ժողովուրդ, եթե չկա, անցնենք մի քիչ ավելի համով թեմայի, որը որ իրականում սրանց վերաբերվում է, հեսա հասկանք ինչ իմաստով։ Ու սա կլինի մեր արդեն երկրորդ բանը, պոստուլատը։ Ասենք գրենք OOP 2։ Պոլիմորֆիզմի գաղափարն է։ Եկեք մի քիչ հեռվից գամ, մի հատ օրինակից սկսենք, այդ օրինակը դզենք, հետո նոր գանք հանգենք այս պոլիմորֆիզմի գաղափարին։ Բայց ոտի վրա եթե ասեմ, պոլիմորֆիզմը դա հատկություն է, որ մի հատ ինչ-որ բան աշխատի տարատեսակ ձևերով, տարատեսակ օբյեկտների հետ։ Օրինակ այս բանը, պլյուսը, եթե գումարում ենք երկու հատ string, ինքը այդ երկու string-ը ուղղակի միավորում է իրար, չէ՞, մեկը մյուսի կողքից գրում է։ Եթե գրում ենք print 3 գումարած 4, ինքը թվաբանական գործողությունը կատարում է, վերադարձնում է մեզ 7։ Եթե գրենք այս մեր print ինչ որ մի հատ կինո 1 գումարած կինո 2, ինքը երկարություններն է գումարում իրար, այտենց է աշխատում։ Հիմա ստեղ այս ամեն ինչում էս պլյուսի գործողությունը, հա, չենք սահմանել, սահմանել կորցրել ենք, այս ամեն ինչում էս պլյուսի գործողությունը, այս add մեթոդը, ինքը համարվում է պոլիմորֆիկ մեթոդ, ինչի, որտև տարբեր դեպքերում տարբեր ձև է իրան պահում, ինքը ունի տարբեր ձևեր, տարբեր տեսքեր, պոլի, բազմա, մորֆի ձև, բազմաձև մեթոդը, էլի սենց ասած։ Ու այս magic մեթոդները, որ անցանք, իրանք բոլորը այդ հատկությունով օժտված են, էլի, որտև տարբեր կլասների համար տարբեր ձև են սահմանվում։ Ժողովուրդ, այս գաղափարը կարևոր էր։ Մի հատ կասեք, նորմալ էր։ Like կտնեք, եթե պատկերացեցիք։ Դե լավ։ Հիմա մի քիչ հեռվից գանք օրինակ, որտեղ որ կկիրառենք դա։ Ունենք երկու հատ կլաս, մեկը ուղղանկյուն, մեկը կլոր։ Այս երկուսն էլ բան, init ունեն, ուղղանկյունը ընդունում է երկարություն ու լայնություն ու ունի calculate rect area մեթոդ, որը վերադարձնում է երկարություն անգամ լայնություն։ Ունենք մի հատ էլ կլոր մեթոդ, որը որ շրջան մեթոդ էլի, որը ընդունում է radius ու վերադարձնում է բան։ Ու ունի calculate circle area մեթոդ, որը վերադարձնում է radius-ի բան, այս շրջանագծի մակերեսը։ PR քառակուսին է վերադարձնում։ Եկեք իրան աշխատացնենք սենց երկու հատ ուղղանկյուն, երկու հատ կլորի համար։ Սա սենց որ գրենք ու կանչենք մեթոդները, տպեց, այս 4-ի համար էլ տպեց։ Հիմա եթե ուզենանք բան անենք, այս մի քիչ կարճացնենք կոդը, օրինակ այս rect 1, rect 2 սենց առանձին տողերով չգրենք, կարանք ցիկլ պատտվենք օրինակ, ասենք
for r-in rect1 rect2 տպի r անգամ calculate rect area, ուստեղ էլ for c-in circle1 circle2 տպի c get calculate circle area, սա աշխատացնենք, նույն ձև են իրար պահում լրիվ նորմալ էլի։ Հիմա կարանք այստեղ եթե նկատենք, միակ բանը որ փոփ տարբեր է, այս մեթոդի անունն է, չէ՞։ Կանք մեթոդի անունը օրինակ փոխենք, անունը դնենք calculate area, ու այդ դեպքում, եթե երկու ստեղն է փոխենք անունը, գրենք calculate area։ Կարանք ասենք ուղղակի for մի հատ ինչ որ բան, shape, ո՞նց է աստվածի։ Մի հատ ինչ որ օբյեկտի համար, shape օբյեկտը չէր, բայց լավ, մի հատ ինչ որ մարմնի, չէ, լավ, մի խոսքով, ամեն մի էլեմենտի համար rect1, rect2, circle1, circle2 աշխատացրու այս բան, shape get calculate area-ն։ Հիմա ոնց նկատում ենք, այս calculate area մեթոդը ինքը տարբեր ձև է պահում իրան, կախված թե ինքը ինչ shape-ի համար է կիրառվում։ Այս արդեն նշույլ է մեր polymorphism-ի։ Որտեվ տեսեք, այս ստեղ էլ երկուսն էլ նույն մեթոդն են գրված, նույն անունով, երկուսն էլ մակերես են վերադարձնում, ուղղակի մի դեպքում մակերեսը մի բան է նշանակում, մի դեպքում մյուս բան է նշանակում։ Ու հիմա կարանք վարվենք այսպես մի հատ հավես տրյուկով ու սարքենք մի հատ ուղղակի մեթոդ, որը կկոչվի մակերես area method, ու մուտքում կընդունի այս մեր օբյեկտը, class-ը, կընդունի կամ rectangle կամ circle։ Ստորնա գրենք def area, որը ընդունում է ինչ-որ shape։ Ու այդ shape-ի համար ինքը կանչի այս shape get calculate area մեթոդը։ Հիմա այսպես որ վարվենք, կարանք մենք ուղղակի գրենք area ու մուտքում տանք ինչ ուզում ենք, ու ինքը այդ ինչ ուզում ենքի համար կհաշվի իր բանը, կհաշվի իր մակերեսը։ Այսինքն այս area-ն ինքը համ աշխատելու է կլորների հետ, համ աշխատելու է ուղղանկյունների հետ, համ եթե ինչ-որ ուրիշ բաներ սահմանենք, համ իրանց հետ է աշխատելու։ Այսինքն այս area-ն եղավ polymorphic մեթոդ, polymorphic ֆունկցիա, այլ ճիշտ, որտեվ ինքը կարողանում է իրան պահել տարբեր ձև, կախված նրանից, թե ինչ է ստանում մուտքում։ Շա, ստեղ մի հատ պաուզա տամ, ոնց է ժողովուրդ, նորմալ է։ Լավ։ Մի հատիկ էլ օրինակ մի անգամից, օրինակ ունենք երկու հատ class, մեկը մի հատ հայ, մեկը սփյուռքա հայ, ու թող մեկը բան բարևել մեթոդը self-ում ընդուն բան, մեկը բարևել մեթոդն է, որը կվերածվի բարև, մեկը բարև, ու տես մի խոսքով սփյուռքահայական, ու polymorphic մեթոդի օրինակ ստեղ կլինի ուղղակի def բարև ֆունկցիան, որը ընդունում է մարդ ու վերադարձնում է մարդ կետ բարևել։ Ահա, գրենք բարև էս այս մեկից, սենց կտպի բարև a գրենք, այս մեկը կտպի Այս էլ ոնց որ պոլիմորֆիզմի գաղափարի հետ կապված ժողովուրդ ժառանգականությունից երևի ավելի հեշտ հասկացվեր, բայց արժի մի քիչ գրել էլի այս ամեն ինչը, որ տեղավորվի մեթոդ տնային մեջ լինելու է էլի սա։ Լավ, մի խոսքով։ Մեկ էլ ժողովուրդ, մի հատ ուզում եմ բարդ կփակվեմ։ Նախորդ դասին մոռացա սրա մասին խոսամ։ Նախորդ տեսական դասին ավելի ճիշտ։ Այդ ճիշտ երկուսն եմ մոռացա էլի։ Նախորդ դասին կարայի հիշեի խոսայի, բայց չէ։ Կլասների բանի մասին։ Երկու հատ մեթոդի մասին, կլասների is instance-ի մեթոդ, is instance ու is subclass, որը որ ոնց որ պատասխանում այն հարցին, որ այս մի կլասի զավակա թե չէ, կամ այս մի կլասի հենց կոնկրետ օրինակա թե չէ։ Այդ մեթոդները նախ մի քիչ հեռվից գանք, պատկերացնենք sense մի հատ բան ունենք, ցուցակ ունենք։ Այ կներեք։ Ու ուզում ենք այս ցուցակի մեջից թվերի գումարը տպել։ Կասեք ոնց կարանք անենք, ինչ տարբերակներ ունեք։
Ֆիլտրենք, եթե is numeric է, is digit է ու սահմանենք։ Okay, այդ հավես ձև է, բայց այդ շատ լավ տարբերակ էր, բայց եկեք բան էլի մի քիչ մեր սահմանափակենք ու դրսի մեթոդներ շատ չօգտագործենք, էլի։ Այսինքն հա, մի խոսքով, հա, փորձենք մի քիչ ափսոս շատ լավ լուծում էր։ Չեմ կարող իր բան պատասխանեմ, բայց լավ, եկեք փորձենք առանց դրա, էլի, այսինքն ուղղակի որ հասկանալով տեսակը ինչ է, կմենակ ինթերը կամ մենակ ֆլոթերը իրար գումարենք։ Այդպես իրականում, բայց այս մեթոդով, բայց եթե գրենք, ու sense 4 գրենք, այս 4-ը ինքը is digit է, էլի։ Այսպես եթե անենք, ինքը true է վերադարձնելու, այսինքն թե ֆիլտրենք, մեզ տակը այս 4-ը լինելու է էլի մեջը, ու իրականում եթե ֆիլտրը կիրառենք էլ, հա, բայ մոռացա։ Եթե ֆիլտրը կիրառենք այս 1-ի վրա օրինակ is digit-ի, ինքը չի կիրառվի, կասի 1 այս is digit-ը բան է, string-ի մեթոդ է, ոչ թե int-ի մեթոդ։ Այսինքն չէ, իրականում այս is digit-ը չի անցնում, սխալվեցի ես։ Երկու խնդրով էլի, համ sense խնդրով, որ string-ը կթողի string, համ այն խնդրով, որ int-ի վրա պրոստը չի կարողանա կիրառվի։ Հա, լավ պրծանք։ Պետք է ուրեմն մտածենք։ Type-ը ստուգենք, for Ահա։ type-ը եթե int է կամ float է։ Sense ենք չէ, ասում type ի, եթե հավասար է int օրինակ կամ float or type արդեն մեծ ենք իմիջայլոց, կարող ենք sense բաները sense գրենք, օրինակ գրենք type-ի in int ստորակետ float, որ ավելի կարճ լինի։ Այս դեպքում ոնց որ հա, օրինակ գումարին ավելացրու այդ մեկը սխալվեցի, գումար պլյուս հավասար ի։ Կանք sense մի հատ պատմություն անենք, չէ, օրինակ։ Մեզ տվեց ինքը 0, ինչի, որովհետև այս type, հա, type in ինքը հաջորդ մի վարքյան։ Ասենք եթե սա տպենք, այս type-in բան է տպում, այսինքն class int է տպում։ Այսինքն Is int is float, չի։ Is int չէ, մի քիչ ուրիշ է, այս այն դրան ենք գալիս, էլի։ Այդ ավելի լավ անելու ձևին ենք գալիս։ Is int, այսինքն այս Ես անկեղծ այս is int կամ is float գրելու մասին չգիտեի, որ sense ձևա կարելի անել։ Շատ կայֆ է։ Հա, մերսի։ Այսինքն այս type in ինքը ես միշտ բերում այս int-ի օբյեկտիվը is-ով նույնիսկ ոնց որ հասցեն է բռնում, էլի, ես սրա հասցենել է նույնը նույնիսկ։ Այսինքն այս int-ի համար իրանք type մեթոդն հա հա, մերսի, հա, այս բավականին կայֆ էր, ես չգիտեի անկեղծ։ Դզեց։ Հա, այս աշխատեց։ Անտիր։ Դե, այս տնալուց հետո մի քիչ ավելի վատ մեթոդ պետք է առաջարկեմ, այս մեկը շատ էլեգանտ էր, բայց ինքը ճկուն է, էլի բավականին, որտեվ այս երկու մեթոդ վրա առաջարկեմ, իրենք ճկուն են լինելու ահագին, բայց այս մեթոդը շատ լավ էր։ Մոտեցումը հետևյալն է, այսինքն մեթոդի աշխատելու պրինցիպը հետևյալն է, գրում ենք is instance ոնց որ արդյոք ինքը այդ կլասի բան է հենց, կլասի էլեմենտ exemplar այդ instance բանն է, էլի, որ կլասից ինիցիալիզացիա ենք անում մի հատ նոր օբյեկտ, այդ թե չէ։ Գրում ենք այդ մեր in ու գրում ենք այս մեր int-ը։ Այսինքն այս 1, 2, 3 իրանք int-ից են ծնվել, թե int-ից չեն ծնվել։ Այսա որ աշխատացնենք, ստեղ ես ունեմ պատահական սիմվոլ, ինքը այսպես նորմալ աշխատում է։ Եթե ուզենանք float-ներ ստուգենք, կգրենք ստեղ float, ու ինքը 0 կտա, որտեվ ոչ մեկ բան չէր, այդ պահից չէր։ Այս ոնց որ is instance մեթոդը, ու ինքը ընդունված ստանդարտն է, էլի, կլասի
տեսակների միջև կապը համեմատելու համար, էլի։ Այս is instance-ը հաճախ կտեսնեք, էլի կոդերի մեջ։ Ու կա նաև մի հատ is subclass, եկեք մի հատ տեսնենք տարբերությունը ու մի հատ ուրիշ օրինակի վրա գանք։ Ունենք ունենք animal class ու շուն class, որը ժառանգում է animal-ից։ Իրանք երկուսն է դատարկ են, ոնց որ մեզ կարևոր չի իրենց պարունակությունը։ Ու մի հատ շուն սարքենք տուզիկ։ Հիմա եթե գրենք is instance տուզիկը շուն ու տուզիկը animal, տուզիկը համ շուն է, համ animal է, այսինքն is instance-ը չի բավարարվում ուղղակի նայելով հենց կոնկրետ ծնողին։ Նաև գնում է նայում է պապի տատիներին։ Գայսա այս animal-ի հետ էլ է ստուգում, animal-ի հետ գայսա մինչև animal հասնում է, էլի։ Շնով չբավարարվեց։ Այդ is instance-ը, բայց is subclass-ը ինքը արդեն աճիշտ առանց բայցի ժողովուրդ։ Is subclass-ն էլ արդեն բաների համար է։ Այն դեպքերի, երբ որ ուզում ենք կլասների միջև կապ նայենք։ Մենք ստեղ կլասի instance-ի հետ ենք գործը անում։ Ասում ենք, այս տուզիկը սրանից է, թե տուզիկը նրանից է։ Իսկ այս բանը subclass-ը ինքը նայելու է, օրինակ այս շունը, dog-ը, ինքը animal-ը թե չէ։ Այսինքն այս ծնողների ցանկն է իրա նայելու ու ստուգի։ Եթե գրենք օրինակ dog ու animal is subclass, սա կլինի true, իսկ animal-ը dog-ի subclass չէ, որտեվ animal-ի ծնողների մեջ չկա շունը, էլի, հակառակն է։ Էս օքեյ է ժողովուրդ։ Ընդհանուր էս is instance-ին subclass այս թեման նորմալ էր։ Մի հատ այս սենց անեմ, վերհիշեք ընդհանուր ինչ ենք անցել, տեսեք ինչ որ հարց ունեք, թե չունեք։ Մենք կարող ենք չէ մի քանի կլասից ժառանգել։ Հա։ Մի քանի, ահա։ Այստեղ կարանք օրինակ ունենք։ Երկուսի դեպքում էլ օրինակ is instance-ը true է ցույց տալի։ Ոնց է բանանում։ Շատ լավ հարց է, եկեք նայենք։ Հա, երկուսի դեպքում է true է ցույց տալու։ Եկեք մի հատ բան նայենք։ Այս սենց անենք։ Class animal, class շուն ու class շունը էլ ինչ class հրաշքբան, լավ չգիտեմ։ Թող սա էլ ոչ մի բան լինի ու թող pass լինի ստեղ ու թող շունը համ կենթանի է, համ հրաշքբան է, այսպես եթե գրենք։ Դա նախ ոնց որ մի քանի բան ժառանգելու համար պրոստը ստորակետով առանձնացնում ենք։ Այստեղ եթե նայենք, ասենք, փակվի։ Այստեղ եթե մի հատ էլ ավելացնենք այս is instance տուզիկ հրաշքբան, ինքը նույնպես կվերադասնի մեզ true։ Ինքը բոլոր ծնողների վրայով անցնում է, էլի։ Okay։ Հա, նույնն էլ են is subclass-ը։ Is subclass-ն նայենք, եթե ասենք միտեղ dog գրե անունը, միտեղ շուն։ Կներեք, պրոստը բարձր մտքեր էր։ Ներեք, ահա։ Եթե ասենք ստեղ շուն ու animal ու ասենք շուն ու հրաշքբան, երկուսն էլ true են լինելու։ Ինքը true իրար հետևից։ Լավ հարց էր, մտքովս չէր անցել սրա մասին խոսալ։ Լավ եղավ։ Ժողովուրդ, ես ըստեղից էլ ինչ որ հարց կան։ Մեկ էլ այդ մի քանի կլասներ ժառանգելու մասով օրինակ եթե
երկուսի մեջ էլ նույն անունով ֆունկցիա կա, մեթոդ կա, բայց տարբեր ձև են աշխատում։ Որն է առաջինը, Child-ի- հա, ներողություն, հա։ այդ է Այստեղ, հա, ինքը ոնց որ, եթե դե նախ բան տեսանք, որ ոնց որ տեսանք, որ եթե օրինակ այս հրաշք բանն էլ հրաշք բանը animal-ից ժառանգեր ու մենք այդ ոնց որ մի խոսքով ինքը վերև գնալով հենց միտեղ գտներ, այլ ծնողներին չէր նայելու, այդ պրոստը կողքից նշում էլի, հիմա ձեր հարցը դրա մասին չի, այն հարցն է թե օքեյ, իսկ եթե բան նույն ծնողներն են, որ ծնողի բանը կվերցնի, նայեք ստեղ ունենք դև հաչալ կամ լավ դև չգիտեմ ինչ գրեմ, ուրեմն սա եմ գրում։ Այսինքն եթե նայենք, ինքը էլի ոնց որ ամեն ինչ աշխատում է ստե բանով, էլի մինիմալ գործողության սկզբունքով sense ասած, ինքը ուզելու է ինչքան նավարակիչ քայլեր անի, որ հասնի իր ուզած նպատակին։ Այս դեպքում, քանի որ մենք ժառանգում ենք մի հատ, այստեղ գրենք մեկ էլ բան, տուզիկ get եկեք այս ասաղ բերեմ ստեղ, չկորի կոդը։ Ստեղ ասենք տուզիկ get բանիր։ Ստեղ քանի որ ինքը առաջինը animal-ն է գրած, հետո հրաշք բան, երկուսն animal եմ գրել, ոնց ենք հասկանալու։ Քանի որ առաջինը animal-ն է գրած, ինքը գալու է այս animal-ին վերցնի ու իրան աշխատացնի։ Ոնց որ կարանք sense պատկերացնենք, էլի այս process-ը։ Չգիտեմ, կարող է արդեն լրիվ պարզ է անիմաստ եմ ավելի երկարացնում, բայց ամ դեպքում լավ հարց է, մի քիչ ավելի խորանամ։ Եթե հերթականությամբ է, պարզ է, հա։ Ուզում եմ ասած մի հատ փոճորիկ դիագրամ գծել, էլի, որ մի վարքան։ Թե 10 վայրկյանում չբացի չենք նայում այդ։ Հա, կարող եք սա պետք է անեմ։ Մի խոսքով ինքը sense ոնց որ այս մեր կլասի եթե լինի, ստեղ իր ծնողներն են, մեթոդը փնտրելու համար գալու է այստեղ, այստեղ նայի, եթե չգտնի, գնա մնացած ծնողները նայի, եթե չգտավ, գա հետո այս առաջինի ծնողների մեջ նայի։ Ստեղ եթե չգտավ, երկրորդի ծնողների, երրորդի ծնողների, չորրորդի ծնողների ու տենց շարունակելով գնա։ Հետո բարձրանա մի մակարդակ վերևը սկսի սաղից մանգալ։ 100%-ով իրական անկեղծ վստահ չեմ, որ հենց այդ հերթականությամբ է պրինցիպը աշխատում, բայց ամենայն հավանականությամբ հենց տենց էր, այսինքն լրիվ մակարդակը մաքրում է, հետո գնում է մյուսի ծնողն է նայում։ Լրիվ մաքրում է մյուսի ծնողը, նայում է դրա հաջորդի ծնողը, այտենց հերթով գնում է, էլի։ Այն նպատակով է, որ ինչքան կարող քիչ ստուգում արվի, էլի։ Ինչքան կարող շուտ գտնենք մի բան ու շուտ գտնելուց հետո էլ չաշխատենք։ Շատ լավ հարց էր կարճ ասած, ուղղակի տենց բավականին ուշուր տենց սխեմաներ կունենանք, լիքը իրարից բռնանելու, իրարից ժառանգելու սխեմաներ, բայց եթե տենց կոդի վրա աշխատելու լինենք, շատ կայֆ է, էլի։ Ուրեմն տենց լուրջ պրոյեկտ ա եղել, էլի, երևի, եթե այդքան խորացել է։ Դրա մի խոսքով օքեյ էր, չէ՞։ Մերսի։ Հա։ Ես մի հատ ճիշտն ասած մի քիչ ավելի շուտ բրծանք, քան նախատեսում էի։ Երկու թեմա ունենք, մի թեմա ունենք ծածկելու, էլի թեթև թեմա է։ Ուզում եմ մի հատ արագ մի հատ է բան բացեմ, որը էլի պարտքեր է։ Մտածեցի հետո կպատմեմ, բայց քանի այսօր ժամանակ կա, միանգամից դա էլ ցույց տամ։ Կարճ բան է, էլի կլասերի docstring-երի հետ կապված է։ Զուտ մի րոպե խնդրում եմ սպասեք գտնեմ, որտեղ եմ դրել այդ։ Մի վարքան կլասների docstring-երի հետ կապված։ Հա, բերեմ օրինակը։ Ես կլասների ժամանակ մեկ էլ մոռացա ասեմ, որ նույն ձև ոնց ֆունկցիաները ունեն docstring-ներ, այտենց էլ կլասները ունեն ու կլասների համար էլ արժի գրենք։ Մի հատ օրինակ նայենք կլասի docstring-ի։ Ահա, animal կլասն է հենց մեր,
Որպես ընդունված ձև, սենց ենք անում, էլի։ Մի հատ կարճ նկարագրում ենք, ոնց որ այս ինչ կլաս է, հետո գալիս է ատրիբուտների կտորը։ Ատրիբուտներ մենք անվանում ենք այս բաներին, էլի, այս self-get-ով սկսվող բաներին, բայց իրանցից կառանձնացնենք այս մեթոդները, էլի, այս size-ը եւ այլն, իրանց մեթոդ հենց մեթոդի տակ կգրենք։ Ու ինչ որ մի ոճով գրում ենք, թե այս կլասի նկարագիրը ինչ է, օրինակ գրում ենք attributes ու ասում ենք, օրինակ size string ունի ինքը, որը str-ը է ու ինչ է իրանից ներկայացնում եւ այլն։ Ունի name attribute, ունի sound attribute, ունի numlex attribute։ Այս size string-ը իմիջած class attribute-ը, այդ մնացածը instance attribute-ներ են, instance variable, class variable ավելի կոնկրետ։ Ու մի հատ է գրում ենք methods։ Ու methods-ում ենք գրում, թե մեթոդը ինչ է անում մեր։ Մենք մինչև այս ուրիշ մի ոճով ենք արել, այս էլի ոնց որ Google-ից ոճն է, մեր ոճը մի քիչ եղել է, մեկը սենց ինչ որ args, այս սենց գրել, այս մի մեթոդն էլ սենց այս գծիկներով առանձնացնելու ոճն է, էլի կարևոր չի։ Ու մեջը էլի մեր մեթոդները սովորականի նման պետք է էլի այս բան հերթով գրածին, պարամետրները իրանց։ Այստեղ մեր դեպքում սա args կլիներ, ինչ են իրանք raise-անում եւ այլն։ Այսինքն էլի սա գրում ենք։ Այսինքն եթե իմի բերենք կլասի docstring-ի մեջ առնվազն այն ամենակիչը ինչ պետք է ներառենք, այդ կլասի կարճ նկարագիրն է, իր ատրիբուտների ցանկը, իր տեսակներով ու default արժեքներով ու իր մեթոդների ցանկը։ Այսինքն եթե գրենք, մեր գոլեգաները մեզ այն շատ գոհ կլինեն։ Ու ասենց ինչ որ մեկը կարող է թեթև պահի այս կլասի վրա կամ իր դոկումենտացիան նայի ու տեսնի ասենց սիրուն նորմալ գրված է ամեն ինչ։ Այս ոնց որ արագ class docstring-երի հետ կապված։ Այս պարտքը հիմա փակվեցի։ Ինչ որ հարց սրանից։ Դե լավ, ժողովուրդ, մեկ էլ վերջին կտորը, այս ոնց որ էլի շատ թեթև բան որպես, ուղղակի լավ կլինի նայել, pep8 կոչվող բանն է, դոկումենտն է, ստեղ դրել եմ իր դոկումենտացիանը մի հատ լավ նյութ, եկեք մի հատ ուղղակի միասին իրան թերթենք, պրոստը անգլերեն նյութ է, թերթեմ, իր վրա մի քանի մեկնաբանություն անեմ, ու այդքանով եզրափակենք, pep8 նշանակում է Python Enhancement Protocol 8, Python Enhancement, այսինքն Python-ի լավացման պրոտոկոլ, պայմանավորվածություն սենց ասած։ Այստեղ գրված ալնելու են bootmat-ի օրենքները, այն որ այսքան ասում եմ, որ կլասը գրում ենք բան, տենց ուխտաձև, որ բառերը իրար կպցնում ենք փոքրատառ մեծատառով, ֆունկցիաներ, փոփոխական անուններ գրում ենք տակի գծիկով, ընդունվածա ֆունկցիան սենց գրել, ընդունվածա այստեղ սենց անել եւ այլն, այդ ընդունվածաների ցանկով անցնենք, էլի։ Իրան մի անգամ գոնե արժի կարդալ ու իր հետ կապված մի հատ սենց կարճ պոեմիկ կա, որ եթե գրենք import this, այսինքն եթե ուղղակի գրենք, կհայտնվի այս պոեմը Tim Peters-ի կողմից The Zen of Python։ Այստեղ գրած է Python-ի այդ իդեոլոգիան, Python-ի օրենքները սենց ասած էլի։ Սիրուն ավելի լավ է, քան գեշ, այս մեկը այդքան է բան չէ։ Explicit is better than implicit։ Սա նշանակում է, որ ավելի լավ է հենց կոնկրետ ասես ինչեր է քեզ պետք, քան ընդհանուր ուղղակի ասես։ Պարզը ավելի լավ է, քան բարդը։ Բարդը ավելի լավ է, քան պարզը ավելի լավ է, քան տես դժվարացվածը, դժվարացված ավելի լավ է, քան դժվարը ուղղակի, չգիտեմ, ես մի քիչ հայերեն թարգմանելուց ձախողեցի։ Flat is better than nested, այն որ ներդրված, որ ասում ենք ներդրված ցիկլ, ներդրված բան եւ այլն, ներդրված if-եր։ Ասում եմ ավելի լավ է տափակ հերթով լինի, քան թե միանգամից ներդրված լինի։ Sparse is better than dense, ավելի լավ է տենց line լիքը գրած լինի, քան մի հատ փուջուր, տենց սեղմ գրված լինի։ Շատ կարևոր է ընթերնելիությունը։ Հատուկ դեպքերը այնքան հատուկ չեն, որ իրենց խաթեր ինչ որ օրենքներ փոխես, որ ինչ որ if գրենք ու տակից մի հատ ուրիշ բան անենք հենց դրա համար։ Մի խոսքով, երևի հետաքրքիր չի, որ սենց սա կես եմ կարդամ,
Զուտ այս մի հատ կարակ նայեք, սրա մեջ շատ լավ բաներ կան, էլի։ Եթե կոդի բանը դժվար է բացատրել, ուրեմն վատն է ինքը։ Եթե կոդի բանը դժվար է բացատրել, ուրեմն լավ միտք է ինքը։ Հա, այս մի քիչ ավելի լավ է հիմա անել, քան երբեք, չնայած որ երբան Չնայած երբեկը մեկ-մեկ ավելի լավ է, քան հենց լավ մի խոսքով։ Շատ չկարդամ երևի պոեզիայի դասի եմ ինձ զգում։ Գնանք մենք օրինակները նայենք, էլի կոնկրետ։ Այս Real Python-ը ինքը հրաշք նյութ է, ահավոր լավ կայք է, բուն Python-ական տարբեր բաներ սովորելու, կրկնելու, ինքը շատ ընտիրն է, էլի։ Եթե ինչ-որ տեղ նյութ եք տեսնում Իրանից ու ուրիշ տեղից, կարաք հավեսով գաք միանգամից Իրանից կարդաք ու իմանաք, որ բավականին լավ կսովորեք։ Դե լավ, անցնենք բանի վրայով, Peput-ի հիմնական օրենքների վրայով։ Մի քիչ արագ կանցնեմ, ձեզ այս նյութերը հղումի մեջ կլինեն։ Կարաք հետո դուք հանգիստ նայեք, էլի լավ կլինի մի անգամ գոնե կարդալ։ Դե լավ, գնացինք։ Անուններ, ինչ-որ բանի անուններ դնել։ O, I, L, այ դրանք վախենալու անուններ են ֆունկցիաների համար, որտեղ իրանց շատ հեշտ է խառնել 1-0-ի հետ։ Հակես on հավասար է 2-ը, դες տվարության որ գրած է 0-ն հավասար է 2-ը։ Ֆունկցիաների դեպքում ֆունկցիաները գրում են կամ զուտ մի հատ անունով, եթե մի քանի հատ է, տակի գծիկով են կանոնացնում։ Փոփոխականները նույն ձև։ Կլասի անունները, դե այս էլ ասվել, կլասի մեթոդները էլի նույն ձև ու նաև ցանկալի է փոփոխականներ ֆունկցիաներ օգտագործել փոքր բաներ, փոքրատառեր, կլասների դեպքում մեծատառեր, նույնը մեթոդի համար ու կոնստանտ բաները, նրանք որոնք որ հիմնականում ոնց որ լրիվ նույն ձև են լինում, ոնց որ մի հատ արժեք տալու ենք ու չենք փոխելու, ընդունված է լրիվ մեծատառերով գրել ու դեռ մի հատ էլ տակի գծիկներով, որ ել ավելի հարմար լինի ընթերցել։ Ֆունկցիաների անունները ընդունված է էլի գրել բաներով, տակի գծիկներով ու հետո կանցնենք այս package-ը ինչ է, բայց տենց մի ամբողջ գրադարաններ, տենց կոդերի հավաքածուներ, տենց բանին անվանում տալուց ընդունված է առանց տակի գծիկ գրել։ Այս անունների հետ կապված։ Անուն ընտրելուց շատ լավ է իմաստ ունեցող նորմալ անուն ընտրենք, ոչ թե XYZ, այլ name, first name, last name օրինակ։ Մեկ գուցե ոնց որ ուզենանք մի քիչ կարճ անուններ դնենք, օրինակ դատաբազան գրենք db ուղղակի, չէ, այս ներողություն անջատված է։ Կրկնապատկելու համար գրենք db օրինակ, ոնց որ double անել, բայց պետքա դիմանալ դրան ու все-таки մի քիչ երկար անուններ դնել, որ հետո վերջը ինքներս մեզ ու ուրիշները մեզ շնորհակալ լինեն։ Կոդի կառուցվածքի հետ կապված կլասները իրարից առանձնացվում են երկու դատարկ տողով։ Այս հետո որ Visual Studio Code-Bank հաշեք, գործիքներ կլինեն, որ ավտոմատ սաղ կստուգեն ու կդզեն, բայց լավ կլինի ոնց որ հիմիկվանից ձեր մեջ մտնի, էլի այդ ճիշտ ձևը։ Կլասի մեջ մեթոդները իրարից առանձնացվում են մի հատ գծիկ, մի հատ բանով, մի հատ բաց տողով։ Եթե ուզում ենք ինչ-որ հստակ քայլեր նշենք, ամեն ինչ առանձնացնում ենք իրարից sense դատարկ տողով, որ տեսնենք, այս փուլում ինչ կատարվեց, այս փուլում ինչ կատարվեց, այս փուլում ինչ կատարվեց։ Մաքսիմալ երկարությունների հետ կապված ընդունված է 79 նիշը չանցնել, ու եթե պետք է անցնենք այդ նիշերը, ավելի լավ է գանք նոր տող, ինչի 80 նիշ, որտեվ հաճախ կոդը կարող բացված լինի բանում, կոդ գրելու միջավայրում, այսինքն երկու մասի կիսած, ձախից կոդ լինի ու աչից կոդ լինի։ Այդ դեպքում արդեն 80 նիշից այն կողմը հիմնականում մոնիտորի վրա լավ չի երևալու, դրա համար այդ նիշն է ընտրված, էլի, թե չէ այստեղից այստեղ sense ամբողջ ծերը 80 նիշը շատ քիչ է, էլի։ Այդ երկու բանի մտքով է դրած, էլի։ Ու եթե ուզում ենք ներքևի տող իջնել, ֆունկցիայի դեպքում լավ կլինի sense սիրուն գանք իջնենք ու հենց տակից գրենք արգումենտների սկսելը։ Եթե հնարավոր չի ինչ որ ձև կազմակերպել սիրուն այս ամեն ինչը, կարող ենք դնենք այս slash-ի նշանը ու իջնենք
մի հատ tab ենք ում էս ամեն ինչը գրենք, եթե պլյուս մինուս բազմապատկած է, դրանց մոտ պետք է լինի նոր տողիչները, այսա ես անկեղծ առաջի անգամ ֆայմել եմ, այդ առաջի անգամ իմացել եմ հենց այս P8-ը նայելուց, մինչև այդ ահավոր անհարմար էի գրում, միշտ ոնց որ սենց է անում, էլի first variable գումարած ու տակը երկրորդ second variable-ը։ Դաժե մաթեմի մեջ էլի, ճանաչ մաթեմի մեջ երկու տեղներ գրում էի, բայց ընդունված է, որ ոնց որ գործողությունը հետո իջացնում ես ներքևի տող, որ եթե ուզենաս տեսնես այս second variable-ի հետ ինչ է կատարվում, միանգամից տեսնես, ոչ թե սենց բռնես գնաս ձախ, նայես այն ամենածերում ինչ է դրված եղել։ Սա շատ ավելի ցանկալի է, քան այսը։ Մի հատ պաուզա տամ, ժողովուրդ, այստեղ կարող ինչ-որ նշումներ կամ հարցեր կան։ Դե լավ։ Ինդենտացիայի հետ կապված ընդունված է բան անել, ոնց որ երբ որ tab ենք կտցնում կամ նոր տողիչնելու համար կամ tab ենք կտցնում կամ 4 հատ պրաբել ենք դնում, որպես ընդունված ձև այնա, որ օգտվել 4 հատ պրաբելից ոչ թե tab-երից, ինչի որովհետև տարբեր մարդկանց մոտ կարա տարբեր ձևակերպած լինի, թե ինչ է նշանակում tab, օրինակ ինձ եղել է, որ ես բան կոլաբից մարդիկ կոդ են ուղարկել ու իմ մոտ բացել եմ Telegram-ի մեջ, Telegram-ը ուղարկել են եղել է բանով, 2 պրաբելով, ինչը նրա խնդիրն է, որ tab-էր ենք դնում։ Ու ես էլ անձամբ միշտ tab-էր եմ դնում, որովհետև շատ ավելի հարմար է, քան տտտտտտ, վայ, չէի պլանավորել որ սենց կլինի։ Դրա համար հաճախ այն կոդ գրելու միջավայրերը, որոնք որ օգտագործում են մարդիկ, օրինակ Visual Studio Code-ը հենց, իրանք ավտոմատ թարգմանություն են անում, որտեղ դու tab ես գրել, ինքը դարձնում է 4 հատ պրաբել ու այտենց է իրան բան անում, ֆայլի մեջ պահում։ Ստացվում է, ոնց որ մենք սխում ենք tab, բայց ինքը իրականում լինում է 4 հատ պրաբել։ Այս tab-եր ընդդեմ space-երը մի քիչ տենց կատակային բան է ծրագրավորման մեջ, նույնիսկ այդ պատերազմը էլի, tab օգտագործողներ ու space օգտագործողներ, Python-ը ասում է, որ ճիշտը space-երն է։ Այս tab-error-ները տենց լիքը տեղեր պրոբլեմ են էլի անկապ լինում, որ մի հատ պրաբել են կոմ, մի հատ պրաբել ես կոմ, в общем, հեչ հավես խնդիրներ չեն էլի։ Դե լավ, ստեղ եթե ինդենտացիա պետք է անենք, ստեղ ինչ կա նշելու։ Հա, ստեղ if-ի դեպքում եթե մի վարքյան ես մի քիչ ուշադիր նայեմ։ Հա, ստեղ մի քանի մեթոդ է առաջարկում, թե ոնց նոր տողի գնալ, եթե պետք է նոր տողի գնալուց պրաբելների հարցը ոնց կարգավորել։ Ասում եմ կամ այսենց հենց ուղակի ուղիղ իջեք ու կարեք մի հատ կոմենտ ավելացնեք, որ այդ միջավայրը, որտեղ կոդ եք գրում, ավելի նորմալ է սա ամեն ինչը արտածի, այս որ գցենք կոդի մեջ նոր նորմալ կզգանք էլի, կամ այսպես մի հատ tab դնենք, մի հատ ավելի լրացուցիչ, կամ ընդհանրապես այդ սաղ ֆունկցիան սենց իջնենք դեպի ներքև ու մի հատ tab սկսած ամեն ինչ հերթով գրենք, ավելավա այսպես ոնց որ ամեն ինչ միանգամից ներքև իջացնենք, քանց թե երկու հատ տեղ վերևում լինի, այն մյուս երկուսը ներքևում, սենց մի քիչ ավելի ինտերնելի է, էլի։ Հա։ Բայց ֆունկցիայի դեպքում սա սենց մի քիչ ժողովուրդ ճիշտ ասած ամբողջությամբ չեմ կարդում, ոնց որ լրիվ կարդացել եմ մի անգամ, հիմա թեթև նայել եմ դասի սկսելուց առաջ, կարող ինչ-որ մի բան մի քիչ ուրիշ ձև մեկնաբանեմ, դրա համար լավ կլինի իմ վրայից մի հատ էլ կարդակ, բայց այսա օրինակ բերում է դժվար կարդացվող բանի օրինակ, ֆունկցիայի օրինակ, ու ասում է, եթե մի հատիկ էլ tab դրվեր, այսպես լիներ ավելի հեշտ կընթերցվեր, որովհետև նայեք այս return-ել է սրանց մակարդակի վրա, դրա համար մի քիչ խառնող է էլի, որտեղ է հենց ուղիղ բրծնում ինքը, դրա համար ասենց դեպքի համար խորհուրդ կտրվի մի հատ պրաբել ավել դնել, մի հատ tab ավել գնալ։ Ստեղից ինչ-որ հարցեր։ Կամ լավ, ես մի խոսքով ուղիղ գնում եմ, ինձ ընդհատեք էլի, հենց ինչ-որ բան լինի։
Նոր տողի իջնելու բաները որտեղ դնել, կարանք այս sense ոնց որ այս սրա սկսելու մեջ դնենք, այս թվերի սկսելու մեջ դնենք, կամ կարանք լրիվ վերջում դնենք, կարևորը այն է, որ տարբերակը ընտրում ենք, ամենտեղ հենց այդ նույն ձևով անենք, էլի ինձ չլինի միտեղ այս sense արած, միտեղ sense արած։ Այս երկու մեթոդն էլ ընդունելի է։ Կոմենտների հետ կապված։ Կոմենտները էլի պետքա նույն ձև վերաբերվեն բանին, նույն ձև իրենց վրա է կիրառելի այդ 79 նիշի բանը, սահմանափակումը, պետքա կոմենտները բոլոր ունեն տես նույն մակարդակը, ինչ այն բանը, որ ինքը բացատրում է, այսինքն եկան եթե ստեղ է print e/n ենք բացատրում, պետքա այդ դրա մակարդակի վրա գրված լինի, ամեն մի կոմենտից հետո պետքա մի հատ բացատ դնենք, ու եթե ուզում ենք մի քանի պարագրաֆ գրենք, այսինքն մի հատ այսպես կտոր կոմենտների, հետո մի հատ այսպես կտոր կոմենտների, արանքը մի հատ այսպես կոմենտիկ կդնենք, մի հատիկ վանդականիշ կդնենք ուղղակի, որ վիզուալ երևա, որ այս ամեն ինչը կոմենտ է, էլի, հերթով ոչ թե մի հատ կոմենտը գնաց, բրծավ, հետո մյուս կոմենտը սկսեց։ Այո, մենք մի հատ ամբողջական է, որը երկու տարբերությունից է բաղկացած։ Իսկ նույն տողի վրա կոմենտների համար, inline կոմենտների, նույն տողի վրա ենք գրում, երկու բացատով ենք հեռացնում, երկու կամ ավել, ու էլի բացատից հետո մի հատ պրաբել ենք դնում, ու խորհուրդ է տալիս, որ ակնհայտ բաների համար չօգտագործենք sense բաներ, առանց կարիքի։ Օրինակ, ստեղ x-ը հավասար է John Smith ու գրել, որ ինքը սա student name-ն է, այլվա գրել ուղղակի student name-ը հավասար է John Smith։ Ու նույնն էլ այսպես օրինակներ էլի, որ ստեղծի դատարկ ցուցակ բազմապատկի 5-ով։ Այս կոմենտներն էր, docstring-երն էլ այս 3 հատ բաներովն էին։ Docstring-ը հենց միանգամից ուղիղ սկսում ենք այս բանից հետո, 3 սիմվոլից հետո, ու մնացած ոնց որ պարբերություններով պահում ենք, ու այն մնացած մեր պահպանելու բաները էլի, docstring-ի մեթոդները չէ էլի, ոճերը պահպանելով գրում ենք։ Բացատների հետ կապված ֆունկցիաների մեջ ասենց միանգամից կպած ենք գրում, ֆունկցիաներից դուրս եթե ուղղակի սովորական օգտագործում ենք, այսպես թեթև գործողությունների համար նա քառակուսի բարձրացնել, որ իրար ճիշտ ոչ թե թեթև, այլ հենց այս երկուսը ուղիղ կապված է x-ի հետ, ցանկալի է բացատ չդնել, բայց այս պլյուսը, որ երկու բան ուղղակի իրար են գումար, արժի իրարից բացատով առանձնացնել։ Նույնիսկ եթե փակագծի մեջ ենք երկու բան վերցնում ու իրար հետ կապում, լավ կլինի կոմպակտ լինեն, ասենց x գումարած y լինի, ոչ թե ասենց բացատով։ Չնայած որ այստեղ երկու բան գումարելուց բացատ դնում էինք, էլի։ Ինչպես նաև եթե ստուգում ենք ասենց պայմանի համատության ինչ-որ օպերատոր ենք օգտագործում, դա է լավ կլինի, ասենց իրար կպած լինի լրիվ, սա ինձ թվում է ինչ-որ տեղ ես ինքս եմ խառնել դասերի ժամանակ ձեր հետ, ու ոնց որ հաստատ չարժի այսենց անել, խառը խշտիկ, միտեղ բացատ, միտեղ չէ, միտեղ բացատ, միտեղ չէ, հետո այստեղ այս բաները գրելուց slicing-ներից լիստի բոլոր այս բաները պետքա այս colon-ի վերջակետով եթե առանձնացնում ենք, պետքա ամեն ինչի մեջ նույն չափի պրաբելներ պահենք, հանկարծ նես չլինի, որ ասենք ստեղ մի հատ պրաբել դրեցինք, ստեղ չդրեցինք, ու եթե մի հատ ինչ-որ կտոր ուղղակի էլ չենք նշում, թե ինչ արժեք է, էլ պրաբել չենք դնում ստեղ, էլի, եթե ուզում ենք ինքը լրելային արժեք ընդունի, միանգամից ուղղակի վանդականիշն ենք դնում, երևի ամենակիրառելին ուղղակի այսպես իրար կպած գրելն է, դժվար թե այսա քիչ եմ տեսել, էլի բավականին, բայց երկուսն էլ Python-ական են համարվում, էլի։ Երբ ոնց որ զերծ մնալ բաներից, բաց տողերից, հենց բաների մեջ, հենց միանգամից եթե փակագից ենք սկսում, արժի այդտեղ չդնել բացատ,
Այսինքն միանգամայն sense խիտ գրել, հաստատ այստեղ բացատ դնել։ Նույն ձև, եթե ստորակետից առաջ ուղղակի պետք է դնենք, այլավա չդնենք։ Փակագից բացելուց առաջ charge-ի, այնք թող կպած լինի իրար հետ։ Ու նույն ձև ասենք list-ի ինչ որ index ստանալու բանից առաջ էլի charge-ի ու նաև ոնց որ ստորակետից հետո եթե դատարկ պետք։ Մի խոսքով բավականին խելքին մոտ է էլի նաև այս ամեն ինչը։ Այս է հետարքիր բան, որ այս շատ այս մի քանի տեղ տեսել եմ, որ մարդիկ մեկա sense են գրում, որտեղ արժեքները միանգամից մի գծի վրա են, բայց աչքին դժվար է էլի, մի հատ աչքակցում, մի հատ ձախակցում։ Այսա все-таки նախընտրելի ձևն է, չնայած ինդուստրիայում սա էլ եմ բավականին շատ հանդիպել։ Մի քանի բան էլ ոնց որ էս էլի դասային ինչ որ չափով նայել ենք, եթե օրինակ պետքա նայենք my bool-ը հավասարա 6-5 ու եթե my bool-ը հավասարա true, այդ ուղղակի կարելի է գրել my bool, էլի։ Այս ոնց որ էլի խելքին մոտ բաներ է, էլի, որ եթե կարանք կարճ ուղղակի գրենք, այնա տենց անենք։ Օրինակ եթե ուզում ենք ստուգենք դատարկացուցակը թե չէ, պետք չի նայել իր երկրորդությունը զրոյա թե չէ, կարող եք գրել not my list։ Not-ի հետ կապված այս հետարքիր բան է, is not-ը ավելի նախընտրելի է, քան not is-ը, այլա գրենք x is not none, քան թե not x is none։ Ու եթե ուզում ենք ստուգենք եթե ուզում ենք ստուգենք ուղղակի այս args-ը կա թե չէ, ասում եմ խորհուրդ չի տրվում գրել if args ուղղակի, ավելի լավ է գրել if args is not none, այսինքն args-ը ոչ մի բան չի։ Բայց սա անկեղծ ես լիքը գրել եմ, սենց լիքը տեղեր տեսել եմ, որ սենց գրում են, անձամբ ես սենց էլ շարունակելու եմ գրել, բայց Peput-ը ասում է, որ սենց ավելի լավ է, Peput-ը ոնց որ խորհուրդ է էլի ամեն ինչի, Python enhancement protocol էլի, լավացման առաջարկ թե ոնց լավացնել, բայց այտենց ֆանատիկավարի ամեն ինչին հետևել էլ պարտադիր չի էլի, բայց տեսեք, եթե սենց գրեք, Python-ը ավելի գոհ կլինի ձեզանից, չգիտեմ կոլեգաները ավելի գոհ կլինեն թե չէ, բայց ամեն դեպքում։ Ու էլի մի քանի օրինակներ, օրինակ, եթե ուզում ես ստուգես առաջի 3-ը ket-ը հավասար թե չէ, ոչ թե գրի words առաջի 3, այլ գրի սկսվում է, starts with-ով գրի, նույն ձև ends with-ի օրինակ։ Եվ այլն։ Ու ասում է, թե երբ անտեսել Peput-ը, օրինակ, եթե արդեն ինչ որ լիքը կոդ է գրած ու ինքը Peput-ով չի, ուրիշ ինչ որ պրինցիպով է, այդտեղ Peput charge-ի բռնել ինքնագլուխ ավելացնել, ավելավ է պահել այդ ընդհանուր ոճը, կամ եթե ուղղակի կոդը բանը, ուրիշ ձև է իրան պահում, consistent չի, այսինքն մի մասը մի ոճ է, մի մասը մի ոճ, ու մեկ էլ եթե կարևոր է, որ կոդը ոնց որ նույն ձև շարունակի աշխատել Python-ի հին վերսիաներով, դեռ ինչ որ ոճային փոփոխություն գուցե լինի կամ գուցե ինչ որ մի հատ բան փոխված լինի, օրինակ այդ start with-ը միտեղ լիներ, միտեղ չլիներ, այդ մի քիչ absurd օրինակ եմ բերում, բայց մի խոսքով այդպես դեպքերում ավելի լավ է անտեսել Peput-ը, որտեղ ինքը ավելի շատ վնաս կարող բերի, քան օգուտ։ Ու կան տարբեր գործիքներ, որոնք որ օգնում են բան անել, գտնել կոդի մեջ խնդիրներ, օրինակ pycode style-ը, այս pip-ը ինչա մենք հետո ենք անցնելու, բայց կարանք ներբեռնենք իրեն, գրենք pip install, եթե աշխատացնենք pycode style-ը code get-py, ինքը մեզ հերթով կբերի, ասի ստեղ բացակայում է սա, ստեղ պետք է այսենց գրեիր եւ այլն, ու կհղում կանի, թե հենց կոնկրետ այդ օրենքներին էլի, առաջի 231-ի օրենք, 711-ի պատվիրան եւ այլն։ Flake 8-ն է մեկ էլ, որ նույն ձև կպահի իրան ու նաեւ էլի լավ բաներ ունի իր մեջ, ու կան նաեւ բաներ, որ ավտոմատ կդզեն մեր փոխարեն, օրինակ black-ն է մեկը, որ մեր կոդը վերաֆորմատավորում է ու դզում է բերում է Peput-ի ոճի։ Մի հատ ուրիշը բան auto-Peput, ոնց էր մոռացել եմ, այս վերջերքսի է օգտագործում։ Այս auto-Peput։ Այս auto-Peput-ն է մեկ է բավականին հարմարը, էլի auto-Peput-ով գրում ես, միանգամից ավտոմատ դզում տալիս է։ Բայց մի խոսքով, այս ոնց որ մեջից ընտրված են հիմնական լավ օրենքները, էլի։
Ստեղ մի հատ լռեմ, ինչ որ հարցեր կա ժողովուրդ։ Կամ նշումներ ինչ որ բան։ Դերավ, հետագա նայելու համար կարելի է գալ կամ էս peput.org կայքը style guide-ի համար ու ստեղ ոնց որ նայել, ստեղ ավելի մանրամասն, ավելի շատ ու մի խոսքով ամեն ինչ ավելի շատ ու ավելի մանրամասն ու ավելի մի խոսքով, ստեղ դաժե թիթիզ ֆոնտ են օգտագործում թիթիզները, կարաք միացան նայեք ու ես խորհուրդ կտամ էլի, որ մի անգամ տանջվեք ու մի հատ ամեն ինչի վրայով անցնեք, ստեղ բաներ կա, որոնք որ մենք չենք ծածկել, այս ոնց որ ընտրված բաներ էր ուղղակի, են ֆունդամենտալ են հիմնական բաները։ Բայց նույն ձև մեր ապագայում անցած բաների համար էլ է լինելու սենց բաներ, պեպութի օրենքներ, որ կարելի է ոնց որ դասընթացնել, որ վերջացնենք, մի հատ գաք վրայով ամեն ինչի անցնենք։ Կամ կարաք հենց այս պեպութի դոկումենտացիային գաք, ինձ թվում է լրիվ նույն բանն է այս երկուսն էլ, այս մեկը ուղղակի ավելի թիթիզ է, հենց որ որով կուզեք կարաք նայեք էլի։ Այս սրանց հղումները էլի ոնց որ սրա մեջ կա, այս կոլավի մեջ կլինի, որը որ վիդեոյի նկարագրության մեջ է լինելու։ Ինչ որ հարց եթե ունեք ժողովուրդ ասեք։ Լավ, տնայինի հետ կապված ու մի հատ հայտարարություն Profound-ում մի հատ sense բան ենք ավելացրել, որոշ խնդիրների համար, դեռ մենակ 19-րդ բաժնի համար, կարաք գաք ու խնդիրը ճիշտ լուծելուց հետո submit-ով եթե ճիշտ անցնի, այստեղ մի հատ դաշտ է բացված լինելու, editorial կոչվող, որը որ կբացեք ու եթե ձեր լեզուն դրած է անգլերեն, դուք կտեսնեք կոդի լավ օրինակ, համեմատաբար լավ էլի, ու ինչ որ նշումներ կոդի հետ կապված, իսկ եթե դրած է հայերեն, դուք կտեսնեք էլի նույն կոդը հայերեն նշումներով արդեն, ու նաև կտեսնեք հղում դեպի վիդեո, այս են վիդեոներն ա, որ սարքում ուղարկում էի կամ փոքր-փոքր, հիմա սրանք ոնց որ այս 19-րդ բաժնի բոլոր խնդիրների համար հենց Profound-ի մեջ ներդրված են, կարաք լուծելուց հետո ուղղակի խնդիրը նայեք, ինքը հիմնականում երկար չեն էլի, մաքսիմում 7-8 րոպե է երևի եղել, կարաք 2x-ով նայեք, զուտ այն մտքով, որ գուցե ինչ-որ օգտակար բան ասվի կամ գուցե տեսնեք մի բան, որ ձեր կոդում կարաք ավելի լավացնեք, ոնց որ մի քայլ ավել գնաք, ու որպես անձնական խնդրանք, քանի որ ես նորմալ պատկերացում չունեմ ընդհանրապես այս վիդեոները ինչքանով են լավը, լավ կանեք, եթե լրացնեք այս հարցումը ու մեջը կարծիք հայտնեք, ու ցանկալի է բացասական կարծիք, ասեք, այս վատեր, այս զզվելի էր, այս ահավոր էր, այս ըխքեր, մի խոսքով։ Այդ ահավոր շատ կօգնի ու կարաք առաջարկեք, թե ինչ խնդիրների շուրջ կուզեք տեսնել էլի վիդեոներ։ Խնդիրներ ու տեսական թեմաներ է կարող լինի, էլի։ Այս եթե անեք, հետո ուրիշներին էլ լավություն լինելու էլի, որտեղ սենց միշտ մնալու է բոլորի համար այս Profound-ով ապագա սովորողների համար հասանելի լինելու է, էլի։ Դե լավ, այս ոնց որ հայտարարությունը հիմա մի քիչ ավելի քիչ հաճելի բանը, տնայինը, որը որ պստիկ է այս անգամ, այս կլասները ուղղակի շարունակում ենք այս դաշտից։ Ուր ես կախարդական մեթոդներ։ Այստեղից շարունակում ենք։ STR, int եւ այլն, ստեղ էլի մեծամասամբ նույն բաներն է, ինչ այսօր նայել ենք, ուղղակի արդեն խնդիրների վրա կվառվեք։ Սա գնում է մինչև ճիշտ ասած մոռացա մինչև որտեղ էր գնում սենց բանով։ Այստեղ, հա, մինչև 14։ Այսքան տնայինը ընդհանրապես եղավ 9-ից 14։ Ու իհարկե լրացնել մնացած տնայինները։ Այդ մեր մշտական տնայինն է, լրացնել մնացած տնայինները։